գրական որևէ ստեղծագործություն ձեռագրից միջև գիրք դառնալը անցնում է շատ հետաքրքիր ու բարդ ընթացք։ Իհարկե, սովորական ընթերցողի տեսանկյունից կարող է թվալ, որ գիրքը հեղինակը գրում է, բերում է, տպում են եւ մատուցում են իրեն, բայց այդպես չի եւ այս process-ի մասնակից անտեսանելի հաճախ մարդիկ կան, որոնք շատ նպաստում են այս գրքի որպես գիրք կայացմանը, գրքի առաջխաղացմանը, ընթերցողին հասնելուն։ Եվ այսօր գրական ընթացքի այս անտեսանելի մասնակիցների մասին մենք զրուցելու ենք գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Ողջույն Արքմենիկ։ Իհարկե անտեսանելի ասեցի, որոշակի խորհրդավորություն մտա, որովհետև իհարկե գրականության ձևավորման մեջ խորհրդավոր ինչ-որ բան կա, հաճախ հեղինակները չեն խոստովանում, որ այդ process-ին այլ մասնակիցներ եղել են, իրենք են միշտ համարվում են միակ հեղինակը, բայց իհարկե կան խմբագիրներ, հրատարակիչներ, էլ չեմ ասում թարգմանիչներ, որոնք նպաստում են այս դիզայներներ, ձևավորողներ, որոնք նպաստում են այդ գրական ստեղծագործության ճիշտ փաթեթավորմանը եւ ընթերցողին հասնելուն եւ հաճախ իսկապես կազմի վրայի ձևավորման մի փոքրիկ բաղադրիչը կարող է նպաստել այդ գրական ստեղծագործության ճանաչմանը եւ դրա նկատմամբ սիրո առաջացմանը։ Պես քո ձևակերպումները իհարկե ինչ ասացիր այդպես է, բայց ձևակերպումները մղում են ավելի շատ անդրադառնալ մեր ժամանակների գրականությանը եւ գրական ընթացքին, որտեղ քո նշած բոլոր այդ ատրիբուտները կարեւորագույն դեր են խաղում, ընդ որում ես չէի ուզի վերջից սկսեմ դիզայների գործառույթը գրքի գրավչության մեջ դիտարկել սոսկ այդ շապիկի որևէ դետալի մեջ, որովհետև նույն անգամ գրքի էջադրման փուլում, երբ որ որևէ մեկը վեպ է գրել կամ պատմվածքների գիրք է գրել, անգամ բանաստեղծությունների գիրք է գրել, այդ էջադրման փուլում էջադրող դիզայների որևէ միջամտությունը, ասենք, կարող է պատճառ դառնալ որևէ պատմվածքի ընդարձակման, այդ պատմվածքի կրճատման, ել չեմ ասում վեպերի մասին, որտեղ շատ հաճախ նրանք ովքեր գիտեն հրատարակչական գործի յուրահատկությունները, գրքերը պետք է տպագրվեն մամուլով, հա, եւ մամուլը իր թվերն ունի եւ այլն, եւ այդ մամուլները հարմարեցնելու խնդիր եւ կոնկրետ իմ պրակտիկայում ինչին որ ես ականատես եմ եղել, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ որ օրինակ հեղինակին էջադրողը ահա այդ մամուլը ապահովելու համար խնդրել է ինչ-որ մի նոր պարբերություն գրել, հա, կամ շատ են եղել դեպքերը, երբ որ հեղինակը բերել է վեպը առանց գլուխների բաժանման, որպեսզի ահա էջերը շատ լինի, գրքի ունենա ապրանքային տեսք, հա, խնդրել ենք այդ վեպը բաժանել գլուխների եւ այլն, բայց ես ավելի շատ հակված եմ որպես անտեսանելի ներկայություն դիտարկել այն հանգամանքները, երբ որ նույն խմբագիրը, նույն հրատարակիչը, նույն սրբագրիչը եւ դիզայները ազդում են ոչ միայն ահա այս տեխնիկական այսպես բաղադրիչներով ստեղծագործության փոխակերպումներին, այլ մղում են նաեւ բովանդակային, հա, փոփոխության, որովհետեւ եթե մի քիչ ավելի հետ գնանք ահա այս ըմբռնմամբ, ըստ ամենայնի ամենաանտեսանելի մասնակիցը այդ ընթերցողն է նախ եւ առաջ, հա, որ ձևավորում է որոշակի պահանջարկ տարբեր դարաշրջաններում տարբեր ձև եւ յուրովի եւ որը հեղինակները պետք է խոստովանեն շատ մեծ ազդեցություն ունի իրենց ստեղծագործության վրա, հա, ես Այսինքն անտեսանելի ընթերցողը հեղինակը պատկերացնում է գիրքը գրելիս կամ հրատարակության պատրաստելիս, որ կա ընթերցողը, ում համար նա գրում է կամ պատկերացնելուց հատկապես վերջի տարիների կա ցենզուրա, գրաքննություն, այո, որը նույնպես շատ լուրջ անտեսանելի ներկայություն է եւ ասենք տարբեր առիթներով ասել եմ Սիլվա Կապուտիկյանի մի խոստովանությունը կա, երբ որ ասում են խորհրդային շրջանում մենք գրում ենք, մենք արդեն ունենք մեր ներքին խմբագիրը, հա, մենք արդեն գիտենք, որ ահա այսպիսի բան գրենք, գրաքննությունը կհանի, դրա համար որպես այդ փորձանքի մեջ չընկնենք, արդեն չէին գրում։ Այլ լեզու էր ստեղծվում, փոխաբերությունների այլաբանության։ Տես, երբ որ մենք տարիներ առաջ ասենք վերլուծում ենք, ինչու ծնվեց պատմավեպը, բան եւ այլն, կամ ինչու են այդ այլաբանական լեզվով նույն Հակոբ Պարոնյանի, հա, հայտնի գործերը կային արևմտահայերեն, որտեղ Օսմանյան Թուրքիայի գրաքննությունը, հետո խորհրդային գրաքննությունը պահանջում էին դիմել որոշակի այլախոսության, որպեսզի այդ process-ները ապահովեն։ Սա մեկ, երկրորդը հատկապես նոր ժամանակներին բնորոշ է, ահա գնալ այդ տրենդների հետևից, որովհետև ժամանակակից ընթերցող հատկապես այս նորագույն տեխնոլոգիաների բանի պայմաններում պահանջում է արագընթաց, ինչ որ են խորթավոր կոսկսածի բանությամբ ինչ որ սյուժեներ եւ գրողները աշխատում են այդպիսի հատվածներ ներմուծել։
անգամ եթե իրենք չեն անում, այդ դեպքում ասեն խմբագիրն է խնդրում դա անել, էլի կոմերցիոն որոշակի շահերից ելնելով հրատարակիչն է խնդրում դա անել եւ այլն եւ այլն։ Եվ ժամանակակից փուլում։ Արդեն ժամանակակից փուլում, բայց դրա մատնանշումները ես կարող եմ անել նաեւ դասական գրականության մեջ, նույն արևմտահայ իր իրականության մեջ հատկապես, երբ որ թերթոն վեպի սկզբունքը կար, այո։ Ահա Երվան Դոտյանը ենթադրենք տպագրում էր իր վեպից որևէ հատված, ասենք կանաչ հովանոցով կինը կամ թիվ 17 խաֆիից, դա այդ մարդը նույնիսկ չգիտեր երբեմն, որտեղ գրում եւ տպում էին, հա։ Նույնիսկ գիտեր, հա, հաջորդ շաբաթ ինչ զարգացում կունենա այդ վեպը եւ ելնելով այդ ամբողջությամբ պայմանավորում էր այդ գրականության ձևաբովանդակային կարևոր առանձնահատկությունը։ Խմբագիրն ասում էր, այս մասը մի քիչ հետաձգի, որովհետեւ բանա թերթը լավ է գնում, շատ են բանորցագրվում եւ գլխավորաբար այս կոնֆլիկտի պատճառով կամ այսպես կենցաղային պարագաներ էլ կան, էլի փողը պրծնում էր հոնորարի, ասում էին այստեղ ավարտի վեպը, որովհետեւ փող չկա, քեզ վճարենք եւ արագ-արագ այդ սա կոնֆլիկտները հանգուցալ լուծվում էին։ Բայց եթե գամ ավելի նույն օրինակը ներողություն կարող ենք իհարկե հիշել վերջին շրջանից արդեն Արմեն Շոկոյանի հայկական ժամանակ վեպը, որը առավոտ թերթում տպագրում էր եւ Արմեն Շոկոյանն էլ հեգնում էր հենց այդ ամբողջ ընթացքը իհարկե, բայց այստեղ մենք տեսնում ենք սկսած վերնագրից, խմբագրի, ուրեմն այդ թերթի պարագան անչափ կարևոր էր եղել ուրեմն այդ ամբողջի ձևավորման տեսանկյունից եւ նաեւ հենց այդ հատվածային պատմվածքային ընթացքը, որովհետեւ ինքը կարծես թե վեպ է, բայց յուրաքանչյուր գլուխ մեկ ամբողջություն է, որ դու յուրաքանչյուր շաբաթ կարող ես թերթում ընթերցել։ Լավ է, որ Արմենի վեպը ժամանակին հենց այդ տրամաբանությամբ էլ վերլուծվեց։ Բայց սրանք կարծում եմ հայք հանրահայտ փաստեր են, որպեսզի մենք հա այն մեր հաղորդման սկզբում խոստացված խորհրդավորությունը մի քիչ պահպանենք, կարող ենք որոշ գաղտնիքներ բացել, հա, հրատարակչական պրոցեսի ժամանակակից, այո, որը ամենակարևորն է։ Եվ մենք հայտնի խմբագիրների օրինակներ գիտենք ամերիկյան գրականության մեջ, օրինակ Մաքսվել Պերկինսը կար, որի շնորհիվ մենք այսօր ընթերցում ենք եւ գիտենք Scott Fitzgerald-ին, գիտենք Ernest Hemingway-ին, գիտենք Thomas Wolfe-ին, եւ այս խմբագիրը այնքան մեծ ու կարևոր աշխատանք է արել, նախ գտել է օրինակ, բացահայտել է ուրեմն Fitzgerald-ին եւ մյուսը էլ չեմ ասում, որ աշխատել է երկար նրա այդ ամենահայտնի գործերի հատկապես օրինակ Մեծն Գեթսբիի վրա եւ նրանք նամակագրական կապեր ունեցել եւ այս խմբագիրը այնքան հայտնի եղել, որ նրա մասին նույնիսկ ֆիլմեր են նկարահանվել, իսկ մեզանում խմբագիրներին հաճախ ատում են եւ աշխատում են չհիշել նրանց մասին։ Այդ արդեն Բարթույթի արտահայտություն է, որտեղ եթե լավ խմբագիրների հիշենք Վարդգես Պետրոսյանին, որը գուցե այդ նույն ինտենսիվությամբ չէր մասնակցում գրական ստեղծագործությունների ստեղծմանը, բայց կարողացավ Գարունի շուրջ համախմբել հեղինակների, որոնք դարձան լավ անուններ մեր գրականության համար։ Իսկ խմբագրին ինչու են ատում եւ խմբագրական process-ը, թեպետ աշխատանքի ընթացքում շատ գոհ են բոլոր գրողներն էլ, բայց իմ կարծիքով ատում են, որովհետեւ կամ չեն սիրում, լավ, մեղմ ասենք, որովհետեւ դու գիտես ամենակարևորը, դու գիտես իր գաղտնիքները, բոլոր գաղտնիքները, այսինքն տեսեք, մենք իսկապես գիրքը ընթերցողին հասնում է հեղինակի փայլուն ոճով, հայրենի, չգիտեմ, լավ իմացությամբ կամ խաղարկումներով եւ այլն, եւ դե արի ասա ընթերցողներին, որ իր սիրած փայփայած օրինակ հեղինակներից շատերը օրինակ երբեմն ուղղագրական կանոնները լավ չգիտեն, հա, եւ այդ գրքերը լեցուն են ուղղագրական բազմաթիվ սխալներով կամ սա դե հայտնի բան է կամ կետադրությունը եւ այլն մենք քիչ գրողներ ունենք որ գուցե այդքան չի անդրադառնում ընկալման վրա կամ կետադրությունը ինչ որ չափով որքան օրինակ նույն ոճական բանը երբ որ մարդը ձեռագիր է բերում եւ այ գլուխների բաժանված չէ եւ երբ որ դու նստում ես որպես խմբագիր այո կառուցվածքի դու պատկերացնում ես սկիզբ ընթացք ավարտ պատկերացնում ես ընթերցողը ինչպես դա պետք է ընկալի գլուխներ ես գուցե բաժանում գուցե վերնագրեր ես դնում որոնք իսկապես հենց մարդը բովանդակությունը բացելու նրան գրավելու են որպեսզի կարդան այսինքն այդ վերնագրումները շատ կարեւոր են եւ ընդհանրապես այդ ամբողջական ընկալման մասին հոգ է տանում խմբագիրը որը ուրեմն այդ աշխատանքի պատկերացումներ կան ես ասեմ որ խմբագիրը նաև կարող է հատվածներ հանել ամբողջական կարող է խնդրել հեղինակին նոր հատվածներ գրել ես օրինակ կարող եմ կոնկրետ իմ խմբագրական գործունեության երկու հատկանշական փաստ բերել առաջինը Արամ Պաչյանի օրինակ Թափանցիկ շշեր պատմվածքի օրինակն է որի առաջին հրապարակման մեջ մի ամբողջ տարբերություն կա երբ որ հայրն է խոսում
Հա, այդ բարբերությունը, երբ որ ես խմբագրում էի Արամի գիրքը արդեն երկրորդ հրատարակությունը Ռոբինզոնի, ես ուղղակի խնդրեցի հանել այդ բարբերությունը եւ նրանք ովքեր հիմա առիթ կունենան համեմատել առաջին տարբերակը գրեթե հերթում տպված եւ Ռոբինզոն ժողովածուում ընդգրկված պատմվածքը, կտեսնեն, որ իսկապես այդ հատվածը որքան էլ լավ է հնչում եւ այլն գրքում, այդուհանդերձ ավելորդ է, որտեղ սա մի պատմվածք է, որտեղ հայրը ոչ մի բառ չի խոսում։ Եվ ահա այդ հատվածի հանելով կոնկրետ խմբագիրը այդ հանդինստին դες դեպքում ապահովել է, որպեսզի այդ գրողական հնարքը ավելի ակնառու երևա վեպում։ Հայրը ընդհանրապես չխոսի, որտեղ այդ մի խոսելը ոչ մի եղանակ կոպիտ ասած չի փոխում, բայց դրա հանելուց շահում է պատմվածքը որպես կառուցիկություն եւ այլն եւ այլն։ Մյուս հատկանշական օրինակը, որ ուզում եմ բերել, որ նաեւ շնորհակալությամբ եմ հիշում, իդեպ գրողները որքան տաղանդավոր օգտված, այդքան ավելի լավ են աշխատում խմբագիրների հետ, օրինակ Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ պստլո» այսօր շատ հայտնի վեպի օրինակն է, երբ որ Գուրգեն Խանջյանը ուղղակի փոխեց առաջին 4 եւ վերջին 4 գլուխների սյուժետային տրամաբանությունները, որովհետեւ մենք երկար քննարկումների արդյունքում եկանք նրան, որ օրինակ իր հերոսի գերեզմանը պետքա լինի Հայաստանում, ով որ մահացել էր Մոսկվայում, ես ուզում էի, որ ինքը թաղվեր Հայաստանում եւ դրա համար ունեի բազում գաղափարական պատճառներ, որտեղ ես հավատում եմ գրքի ուժեղ գրքի այդ ուժի աուրային եւ այլն եւ դրա իրականություն փոխելու նույն տրամաբանությամբ օրինակ մենք որոշ հատվածներ դետալներ ենք փոխել Հովհաննես Երանյանի այսօր մեղքի պարան վերնագրով հայտնի շատ լավ վեպում մանրամասները տարբեր առիթներով Երանյանը պատմել օրինակ ես քանի որ հավատում եմ այդ նշաններին օրինակ խնդրեցի որ իր վեպում գյուղապետարանի գլխին տնկված ռուսական դրոշը ինքը փոխարինի հայկական դրոշով օրինակ եւ գոհունակությունից նաև հետո խոստովանել ենք, որ դա շատ կարևոր դետալ էր, մանավանդ որ այդ վեպի որոշ մարգարեական շերտեր այսօր իր իրականություն են դառնում եւ ինձ համար կարևոր էր, որ այդ գյուղապետարանի վրա անպայման դրոշ լինի։ Եվ խոսքը կարող է սա դետալների վերաբերվել, որ ընթերցողը շատ գիտի սա հենց Երանյանին է, թե ինչ որ միջամտության արդյունք, բայց ուզում եմ ասել, որ նման բաներ կան կամ օրինակ Հրաչյա Սարիբեկյանը, որ էլի հետաքրքիր աշխատել որպես գրող, քննարկել ենք օրինակ 4 մոտ 8 դետալ իր երկվորյակների արևը վեպում, թե զարգացումները այսպես գնան, թե զարգացումները այնպես գնան, հա, ու շատ հաճախ նաև համաձայնում ենք, նաև չենք համաձայնում, բայց նաև այսել որպես Արքմենիկ, որ հակառակ ազդեցությունն է եղել, այսինքն փոխել եք ինչ-որ մի բան եւ հետո անդրադարձել եք, որ գուցե չարժեր դա փոխել եւ հեղինակն է նույնիսկ եթե չի անդրադառնում դրան, բայց այդուհանդերձ դու հետո որպես խմբագիր տեսնում ես, իմ պրակտիկայում երևի այդպիսի փոքրիկ դեպքեր պատահել եմ, որ սկզբից մտածում ես, որ արժի օրինակ վեպի գլուխներին նույն իմ ասած վերնագրեր դնել, հետո տեսնում ես, որ ընդհանրապես դա կշեղի ընթերցողի եւ ոչինչ էլ պետք չի անել։ Այս դեպքեր ցավոք շատ կան, ինչու որովհետեւ երկու տիպի խմբագիր կա էլ եւ խմբագրական գործունեությունն էլ այդպեսին է, մի բան որ դու այդ պահին պատկերացնում ես ընթացքի մեջ process-ը եւ երկրորդ երբ որ արդեն հանդես ես գալիս նաեւ որպես գրականագետ եւ մի քիչ տեղակ ես էլի գրականության հավերժության բնույթից օրինակ եւ հետո տեսնում ես որ գուցե այսօր պետք չէր այդ փոխել եղել են գրքեր որոնց վերնագրերը օրինակ ծառայեցվել են այդ պահի կոմերցիոն հետաքրություններին այդ պահի տրամադրություններին, բայց հետո օրինակ ես հետահայաց այդքան էլ գող չեմ եղել, հա, այդ process-ներից օրինակ մի պահ կար շատ տրենդային էր երկու բառից ավել վերնագրերը եւ եթե օրինակ մեր ընթերցողները հիմա ուշադրություն դարձնեն 2014 թվականից սկսած մինչև գրեթե 2020-21 թվականները մեր լավագույն վեպերի մեծամասնությունը կամ պատմվածքների գրքերի մեծամասնությունը աշխատում էին երկու բառից ավել վերնագիր ունենալ, ընդ որում դա ազդում էր նաև բանաստեղծական գրքերի վրա եւ լինում էին կիլոմետրանոց վերնագրեր։ Այսօր օրինակ դու գործառնական տեսանկյունից հետա Հայաստանում որ շատ երբեմն տհաճ բան այդ շատ երկար վերնագրերը եւ արտասանելու իմաստով եւ չգիտեմ, որ ուզում ես այդ գրքերը տարածես, դրան շուրջ վերլուծություններ անես նաեւ դրանց իմաստով, էլի վերադառնալով այդ process-ին ես ուզում եմ մի շատ կարեւոր բաներ ասել, երբ որ ընթերցողները վերցնում են ինչ-որ սյուժետային թույն զարգացումներ են տեսնում, հա, իրենց բառով թույն, թող միշտ իմանա, որ երբեմն այդ սյուժետային զարգացումների մեջ կա նաեւ
այլ մարդկանց, ահա այդ անտեսանելի ներկայությունների մատնախառը եւ այստեղ որպեսզի չբացարձակացնեմ մենակ խմբագիրներին, շատ հաճախ սյուժետային որոշակի լուծումներ տվել են սրբագրիչները, օրինակ ասում են, օրինակ գիրքը կարդում են, ասում են այս պահը չհասկացանք ոնց որ այս հերոսը բավոր եկավ մնացած ընթերցողներն են, որոնք բավոր եկավ մնացած կնոջ մոտ, կարծես փորձակնություն է անցնում այդտեղ գործը եւ իսկապես հաճախ հեղինակները հրատարակչություն գիրք ուղարկելիս ակնկալում են ընդհանրապես կարծիք, որ ընթերցող գոնե մի հոգի կարդա եւ շատ ավելի լավ որ մասնագետ ընթերցող եւ այդ փոփոխ ինչ որ առաջարկներ անի։ Սա իհարկե բարդ եւ պատասխանատու գործ է, որովհետեւ ոչ բոլոր հեղինակներն են հանգիստ տանում այդ դիտողություն եւ սա կարող է հոգեբանական շատ այդպես բացասական հետևանքներ ունենալ։ Իհարկե մենք աշխատում ենք զգուշորեն հնարավորինս եւ այդ աշխատանքը իրականացնել, բայց ամեն դեպքում ոչ բոլորն են պատրաստ փոփոխություններին։ Դու խոսեցիր մի ուրիշ կարևոր բանի մասին, կոմերցիոնի մասին, որը այս դեպքում կարող է նաեւ հաճախ բացասական հետևանքներ ունենալ եւ հրատարակչությունը որպես կառույց նաեւ իր քաղաքականությունը որոշակի ունի, թե գրքերի ընտրության եւ գուցե նաեւ հենց նրանց այդ աշխատանքի օրինակ, եթե հրատարակչությունը մանկապատանեկան գրքեր է հրատարակում, իր հրատարակած ուրեմն գրքերում կաշխատի գոնե չներկայացնել ինչ որ բաց տեսարաններ շատ, հայախոսություններ եւ այլն, այս դեպքում խմբագիրն էլ այդ քաղաքականությամբ առաջնորդվելով եւ նաեւ սրբագրիչը որոշակի այսպես ասած զեղչումներ, խմբագրումներ կանի, որոնք գուցե կվնասեն ստեղծագործության այդուհանդերձ կամ կարելի է խորհուրդ տալ, որպեսզի այլ հրատարակչություն հրատարակի։ Այսինքն այս process-ը խմբագրի հետ աշխատանքի, հրատարակչության հետ աշխատանքի, ինչպես իր դրական կողմերը կարող է ունենալ եւ ունի, նաեւ կարող որոշակի բացասական կողմեր համաձայն եմ, բայց այստեղ արդեն շատ կարևոր է թե հրատարակչությունը այդտեղ ինչ քաղաքականություն ունի, էլի, այսպես ներքին քաղաքականություն, որտեղ օրինակ կոնկրետ ես խմբագրել եմ գրքեր եւ դրանք հրատարակվել են, որոնք մեկ այլ հրատարակությունում դժվար գուցե խմբագրվեին, բայց այդ հրատարակությունը իր լոգոն չէր դնի այդ գրքի վրա որպես հրատարակիչ, բայց բաներ էլ կան, որ ուրիշներն են անում, օրինակ ես չեմ անում, բայց հենց այստեղ է, որ այդ անտեսանելի ներկայությունը շատ ավելի զգալի է դառնում, բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, այ կուզեմ դրա մասին խոսենք, տես, խոսում ենք անտեսանելի ներկայության մասին, բայց բարեբախտաբար վերջին տարիներին այնքան լավ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, որ այդ անտեսանելի ներկայությունը ունի ոճ, հա, այսինքն գիրքը վերցնում ես, որոշ բառերի ներկայությունից, բացակայությունից հասկանում ես, սա օրինակ գրքի վրա ոչ մի նշան չկա։ Այդ բառերի ներկայությունից, բացակայությունից օրինակ կամ վերնագրի ոճից հասկանում ես, սա այս հրատարակիչ հրատարակած կլինի, թե այս հրատարակիչը կամ այս խմբագիրը խմբագրած կլինի կամ այն մյուս խմբագիրը, էլի։ Սա էլ հետաքրքիր ֆենոմեն է, որին մեր ընթերցողները պետք է ուշադիր լինեն, մանավանդ որ ես միշտ խոսում եմ տարբեր առիթներով ասում եմ, երբ որ գիրք եք ընտրում, մի նայեք մենակ, հա, որ հեղինակն է կամ ինչքանով է հայտնի այդ վեպը։ Անպայման նայեք, որ հրատարակչությունն է հրատարակել, որ թարգմանիչն է թարգմանել, ավելին, մատ տեսեք, որ խմբագիրն է խմբագրել, որտեղ ուշադիր լինելու դեպքում կտեսնեմ, որ այսօր մենք ունենք արդեն ձևավորված հեղինակավոր թարգմանիչների խումբ, հա, նաև ունենք ձևավորված հայտնի խմբագիրներ, ինչու՞ չէ, ունենք եւ իրենց համար ես նաև դա նկատել եմ, որ շատերը նայում են օրինակ լավ հեղինակ, լավ թարգմանիչ, բայց խմբագիրը ենթադրենք իրենց ուզած մարդը չի։ Այլ բանը իհարկե որ մեր հարություն նույնիսկ այդպես փորձառու ընթերցողները հաճախ չեն տարբերակում օրինակ սրբագրիչին եւ գեղարվեստական նկատի ունեմ հենց խոսքի հետ աշխատող խմբագիր, որտեղ գեղարվեստական խմբագիր նաև նշվում է հենց այդ ձևավորման եւ այլի պատասխանատուները ավելի հաճախ։ Սա կարևոր հանգամանք է, որովհետեւ սրանք տարբեր աշխատանքներ են։ Սրբագրիչը մեծ մասամբ աշխատում է ուղղագրության, կետադրության, որոշ չափով շարայուսության վրա, իսկ խմբագիրը հենց այդ փոփոխություններն է ներմուծում հերոսների պատկերման առանձնահատկություններ, երկխոսություններ, ջնջել, երկխոսություն, ոչ ընդհանուր կառուցվածք, այո, այսինքն այդ ամբողջ պատասխանատվությունը խմբագրի վրա է, բայց սա նաև ուրեմն հատկապես փորձառու ընթերցողի համար կրկին այս process-ի ավելի մանրամասներին տիրապետել այլ քո ասացի պես տարբերակել այս խմբագրի եւ այն խմբագրին ինքնանպատակ չի, որովհետեւ մենք մասնակից
մասնակից ենք դառնում այս ստեղծագործական process-ի, խորհրդավոր process-ին ըստ էության։ Հիմա իհարկե մեր հեռուստատողները կարող են ասել գուցե մի քիչ էլ արդար, որ երկու խմբագիր նստած իրենց աշխատանքն են գովում, բայց համենայն դեպս շատ կարևոր է եւ հեղինակների համար եւ ընթերցողների համար, կարծում եմ նաեւ հետաքրքիր այս ստեղծագործական լաբորատորիան ոչ միայն գրողի, այլև հենց հրատարակչության խմբագրի հետ աշխատանքների եւ եթե հատկապես հենց սկզբից մենք այդ արևմտյան փորձը ասացինք հայտնի հեղինակների հետ խմբագիրների աշխատանքը, օրինակ Էզրա Փաունդին կարող ենք հիշել, որի շնորհիվ ուրեմն Էլիոթի այդ հայտնի ստեղծագործությունները հրատարակվում են նաեւ խմբագրվում են հատուկ այսօրվա բառով ասած պրոդյուսերներ են եւ այս հատկապես մեր վերջին տարիների գրական գրահրատարակչական դաշտիրողությունները այք ովքեր որ լուրջ ուսումնասիրեն կտեսնեն որ այսօր կան արդեն հայտնի գրողներ որոնք իրենց հայտնիության համար թող ներվի պարտական են կոնկրետ հրատարակչի եւ երբեմն կոնկրետ խմբագրի ոնց էր այն Լևոն Շանթը գուցե այդքան հայտնի չլներ կամ նույն Չարենցն է Խոստովանում Իսահակյանը եթե Նիկոլ Աղբալյանը ինչ-որ մեծ հոդված չգրեր չէ իրանց մասին այսօր մենք ունենք համբավավոր հեղինակներ որոնք ունեն արդեն այդ համբավը որովհետեւ բարեբախտաբար ունեցել են լավ առաջին խմբագիր ունեցել են լավ առաջին հրատարակիչ եւ թողներեն մեծամտության համար բայց ես դեպքեր էլ գիտեմ որ հեղինակի գիրքը կամ թարգմանչի գիրքը ուշադրության է արժանացել սկզբնական շրջանում, որտեղ դրա խմբագիրը եղել է Հայկ Համբարձումյանը կամ չգիտեմ։ Մեր հաղորդումը կարծում եմ նաև որոշակի հորդոր է մեր բանասեր ուսանողներին, որպեսզի կարևորեն խմբագրի աշխատանքը եւ մասնագիտանան այդ գործում, որովհետեւ լավ խմբագրի կարիք միշտ կա եւ իհարկե նաև այս մյուս մասնագիտությունները որ թվեցինք ձևավորող, սրբագրիչ, էջադրող, մարդիկ այս աշխատանք որ տեխնիկական խմբագիր, որ անչափ կարևոր է եւ կրկին մեզ լսող երիտասարդները կարող են փորձել մասնագիտականալ այս ոլորտներում, որպեսզի էլ ավելի պատշաճ մակարդակով ներկայացվի գրականությունը։ Այո, եւ ավելի ընդարձակեն գրական ընթացքը պայմանավորողների անտեսանելի ներկայությունը